ձեզ ենք լսում։ Խնդրեմ։ Պատահական խոսալ։ Բա, կողքից խոսում ենք, դեռ լսում ենք։ Չէ, դե դուք ուրեմն ինֆորմացիան տիրապետում եք։ Ասում որ 2021-ին, երբ հանրային լսում է եղել այդ նախնական, մինչև արձանագրություն կա, այդ արձանագրության մեջ նշվել է, որ բնակիչները հանրային լսման մասնակիցները այնքան էլ դեմ չեն եղել։ Այդպես է թե Դե ուրեմն ես ձեզ բացատրեմ։ 21 թվականին եղել է 4 հատ հանրային լսում, որից 3-ը տեղը ունեցել ժողովրդի տեղակ չեն եղել գյուղի բնակչությունը։ 4-րդ հանրային լսման ժամանակ երբ որ մեր գյուղի ժողովուրդը տեղակ է ել դեմ է կանգնել ու մերժել են։ Բայց 3-ին ովքեր են մասնակցել։ 3-ին մասնակցել են երևի մի 10 հոգի, որոնք իրենց կողմնակից են ելել կամ ինչ որ մի շահ են ունեցել կամ չգիտեմ այդ կարգի, բայց հա գյուղը երբ որ գյուղի բնակչությունը իմացել է դեմ է եղել այդ հանրային լսմանը, դեմ է եղել, տվել են դատարանով շահել են դատը ու ընթացքում պարզվել է որ շմակը սխալ տվյալներ է ներկայացրել, դրա հետևանքով երևի դատա էլ չգիտեմ ոնց է վճիռը կայացվել է որ պարտադրել են Աբովյան համայնքի ավականիներին պարտադրել որ հանքը շահագործեն որ հանքը շահագործեն Փաստորեն այդ լրիվ գործողությունը տեղի ունեցել ժողովրդի թիկունքում երևի չգիտեմ եւ կառավարությունը երևի տեղյակ չի ինչի մեզ համար մի քիչ անհասկանալի է ինչի անմիջապես sense ընտրություններից հետո այս հարցը բարձրացավ միգուցե դժգոհություն առաջանալու համար կամ չգիտեմ ինչ էսի հարկավոր է նորից չեղալ համարել լրիվ մենք այդպես ենք կարծում որովհետեւ անհնարին է այնտեղ շմակը տեղեկացել տվյալը տվել թե բնակելի տները 600 մետր հեռավորություն ունեն բայց փաստացի մի 100 մետր երևի ավելի մոտիկ այնտեղից երկրորդ թաղամասի խմելու ջրագիծն է անցնում բաց հետի ինքը գյուղից բարձր է գտնվում մի փոքր մի շարժ եթե լինի ուրեմն ամբողջ այդ փոշին ամբողջ գյուղի վրա է նստելու դա վերելու է եւ առողջական եւ բնապահպանական խնդիրներ մեր գյուղի համար բացի դա այդ տարածքը մեր գյուղի արոտավայրն է ժողովուրդը հիմնականում անասնապահությունով են զբաղվում եւ դա իր հետևանքներն բանանելու ուղղակի հարցը ինչու է եթե բիզնես են ուզում անեն թող վերեն գործարան սարքեն կամ չգիտեմ ինչ որ մի բան ինչի անպայման հանք ու այն ժամանակ դեսել խոսք կար չէ օթից փող համի գետնից փող հասկանում ենք որ այսօր Հայաստանը ամբողջ հանքարդյունաբերության վրա է հիմնված բայց ոչ թե ինչ որ բնակչության առողջության հաշվին կամ 6000 բնակչություն ունի իմիջայլոց մենք շնորհակալ ենք մեր կառավարությունից այս մեր կառավարությունից մեր գյուղի համար 21 թվականից հետո ահագին մեծ աշխատանքներ է կատարել կանգնել է մեր կողքին մենք էլ կանգնել ենք կառավարության կողքին մենք հուսով ենք որ ճիշտ լուծում կտան մեր այս խնդրանքին ասենք մի հոգու բիզնեսը չեն փոխել իմ ամբողջ գյուղի առողջական կամ սոցիալ-տնտեսական հարցի որտեղ քանի գնում է արդեն բարենային խնդիր է առաջանում մենք կողքերն ունենք արոտավայրեր ահագին խնդիրներ առաջացնելու բնակչության համար մասնագետները ուսումնասիրություն արել են դա ինչ հետևանք կունենա առողջության վրա մասնագետներ չեն եկել բայց ասենք շմակը նստած կաբինետում գցել նայելա կամ քարտեզով որ 600 մետր բայց փաստորեն 50-ից 100 մետր հեռավորության վրա ու եթե այդ հանքը շահագործվի նոր ուրեմն ես էլ ասեմ այդ հանքը շահագործել է երկրաշարժի ժամանակ սպիտակ երկրաշարժի ժամանակ կոմունիստներն օգտագործել են բայց էլի չի արդարացել որտեվ անորակավազ է դա ես իրենց հիշեցնեմ որովհետև ես անձամբ այդ բանին մասնակից եմ եղել հանք շահագործման այդ արդյունքը ես տեսել եմ Մինչև 93 թիվը փակվել է, փառքասու այսօր կանաչով պատվել է ինքը, այդ փոշին բանը մեզ նեղություն չի տալիս։ Հիմա ինձ մի փոքր շահագործեցին, ուրեմն մի խնդիրը առաջանալու է։ Մեր ծառները, մեր ուտելիքը, մեր ծորենի դաշտերը, մեր ալպիական սարերը լրիվ հեչ է լինելու, որտեղ ինքը ձորի բերան է, այդ ամբողջ քամին բերելու է գյուղի վրա։ Խնդիրը դրանում է։ Ասացիք ընտրություններից հետո դա կազմակերպեցի, որպեսզի բողոքի ալիք չբարձրանա, հակառակ պարագայում կարող էր ընտրությունների ձայների վրա։ Անում է, ինչի հենց հիմի, թող ասենք շուտ այդ թեման բարձրանար, մեր գյուղով կկանգնեինք, մեր
հարգարժան վարչապետն էլ եկավ մեր գյուղ, այն ժամանակ հենց մենք կդիմեինք, ասեինք, որ սենցած էստեդի խնդիրներ կա։ Ուղղակի չգիտեմ, տեսնենք, դիմել ենք, կդիմենք կառավարությանը, կսպասենք դրական պատասխանի միանշանակ, ասենք մի կանզի շահը երևի դժվար թե գերագնահատենք, հանց մի ամբողջ 6000 բնակչություն ունեցող գյուղի շահից։ Եթե ձեզ չլսեն այնուամենայնիվ, գտնեմ, որ ձեր ձայնը գերակա չէ, քան բիզնեսի ձայնը, դուք ինչ քայլերի եք դիմելու, ինչ եք անելու, որ հասնեք արդյունքի։ Կդիմենք։ Իմ կարծիքով մեր կառավարությունը, հա? Չէ։ Ինչ անենք? Չէ։ Ինչի պատ, շատ բանիմաց ղեկավարություն ունենք, իմ կարծիքով շատ լավ դրական լուծում կտան։ Շնորհակալություն։ Հարգելի հետ